Արմեն Մանվելյան, Հայաքվե վարչության անդամ։ Դե այն ինչ կատարում է երկրում բոլորդ եք տեսնում, էլի։ Սա բացարձակ ահաբեկչություն է բնակչության նկատմամբ, ընդդիմության հատկապես նկատմամբ, հարձակումը թե եկեղեցու հանդեպ, թե ընդդիմադիր համայնքապետների, քաղաքապետների, առաջին դեպքը չէ եւ ինձ հիմա պետք է չի զարմանալ, որ այս քաղաքս իրենք շարունակելու են հատկապես մինչեւ ընտրություններ։ Ահաբեկելու համար մարդկանց։ Իրանց երկու ահաբեկչական երկուսից ասեմ աղբյուր ունեն, մեկը ներքին ահաբեկչություն, այսինքն վախեցնել, որպեսզի ընդդիմությունը չկարողանա գործել, հիմնական մի շարք թիրախավորեն, մի շարք ղեկավարներ եւ նրանց ձերբակալել, ինչպես Սամվել Կարապետյանն են ձերբակալել, քրեական գործերն հարուցել շատ-շատերի հանդեպ, թողեն փորձեն չեզոք հասնեն եկեղեցին, եւ կա նաեւ երկրորդ ահաբեկման հենց աղբյուրը դա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ իրենց համաձայնությունն է, որի միջոցով անդադ ահաբեկում են հնարավոր նոր պատերազմով։ Ահաբեկումը բերում է իրավիճակի թուլացման, բարոյալքման, վախի, իսկ վերահսկելը փորձել կառավարել վախեցած եւ բարոյալքված մարդկանց իրենց համար շատ հեշտ է։ Սա այդ սերիան է եւ սա սկսել է ու համոզված եմ առաջիկա 7-8 ամիսների ընթացքում կանգ չի առնելու ցավոք սրտի։ Իսկ դուք հակակոռուպցիոնի ձայնագրությունը լսել եք եւ մտածում եք, որ դա եւս է իրականության հետ կապ չունի։ Գիտեք, ես կարծում եմ այսպես, ես կարծում եմ այն մարդիկ, որոնք հատկապես ընդդիմադիր դաշտում են, շատ հստակ հասկանում, որ իրանք թիրախավորված են, շատ հստակ հասկանում, որ իրանք ձայնագրում են տարբեր հնարավոր ձևերով եւ նաեւ եկեք չմոռանանք, էլի մենք տասնյակ դեպքեր գիտեմ, երբ իրանք մոնտաժած ձայնագրություններ են ցույց տալի, հնարավոր է այդ մոնտաժից ձևերից մեկն է, այսինքն ես այս բանը չեմ կարող դրան գրահատական տալ, բայց վստահություն այսօրվա համակարգի վրա թե հակակոռուպցիոն, թե քննչական, թե իրավական վստահություն, ասենք 0 է։